25-24 թվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Կամուրջ հասարակական նախաձեռնության համահիմնադիր քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։ Բարև ձեզ, պարոն Աբովյան, շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Գյումրի ընտրությունների ժամանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուն Սարիկ Մինասյանը 36.22% ձայն հավաքեց, նույն օրը Փարաքարում ընթացող ընտրությունների ժամանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուն 50% ձայն չկարողացավ հավաքել, 57% ձայն հավաքեց ընդդիմադիր թեկնածուն։ Արդյունքներն ինչի մասին են խոսում, արդյոք սպասելի են եւ ինչ հետեւություններ պետք է անել։ Շնորհակալություն հարցի համար, շատ է քննարկվում, թե Գյումրին ավելի քիչ Փարաքարը, կան կարծիքներ, որ դա թիմ ընտրություններ են, այսինքն այնտեղ քաղաքական կոմպոնենտը այդքան ցայտուն չէր, կան այդպիսի կարծիքներ, բայց ես կարծում եմ, որ դա այդպես չէ։ Շատ պարզ պատճառով, եթե չլինեին քաղաքական, ասենք ասենք կոմպոնենտներ, ապա արդյունքները կլինեին այլ, կարգի եւ հաշվի առնելով շրնդալից ուղղակի տապալումը իշխանության, որովհետեւ մարդիկ ասում են օրինակ Գյումրիում 37%, հաշվի առնելով այն բոլոր գործընթացները, որոնց մենք ականատես էինք այդ պարագայում, այսինքն օգտագործվելիք, բոլոր մեթոդները եւ տեխնոլոգիաները եւ ադմինիստրատիվ ռեսուրսը, որը իշխանությունը օգտագործում էր, գիտեք 37%-ը դա այն թիվը չի, որը իրականում ցույց է տալիս իշխանության ռեյտինգը։ Այո, սպասելի էր բոլոր առումներով, ոչ միայն այն պատճառով, որ հակընդդեմ ճամբարը ներկայացնող ընդդիմադիր ուժերը բավականին լուրջ հեղինակություն ունեին Գյումրիում Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը, Ռուբենը Մխիթարյան եւ այլն, գրեթե ընդդիմադիր լուրջ, ասենք ասենք, ասենց մի հատ հետաքրքիր փուլ էր հավաքվել։ Բայց դրա հետ մեկտեղ պետք է ֆիքսել երկու, ասենց ասենք, հանգամանք համար մեկ։ Այո, իշխանությունը շատ լավ հասկանում է, որ կարելի է վստահաբար պրոյեկտել այն, ինչ կատարվեց Գյումրիում ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով, միգուցե տարբերությունը 1-2% է, աճի մասին է խոսքը գնում, անկման մասով բավականին ավելի մեծ կլինի։ Այսինքն դա անդրադառնալու է 2026 թվականի ընտրություններին։ Ես չէի շտապի հիմա 2026 թվականի մասին խոսեի, քանզի զարգացումները ներքաղաքական եւ արտաքին ճակատում շատ սրընթալից են ընթանում եւ ես ոչ մի պարագայում ոչ մի այտենց հստակ բան չեմ կարող պնդել եւ եթե ինչ որ մեկը հիմա հստակ ասի, որ ես գիտեմ օրինակ, որ կլինեն արտահերթ ընտրություններ կամ ես գիտեմ, որ հաստատ 26 թվականին կլինի ընտրություն եւ իշխանությունը կպարտվի, պետք չի բան անել հիմա, գիտեք, այդ Վանգայի, կոմպլեքսով տառապող քաղաքական, մտքերը դե լավ սենց ասենք, պետք չի արտահայտել, կա փաստ, եկեք սենց անենք։ Ուղղակի արձանագրենք փաստեր։ Իշխանությունը իր քաղաքականությամբ հասցրեց մի իրավիճակի, երբ որ ինքը մերժվում է հասարակության կողմից։ Ընդ որում մերժվում է ոչ միայն ուղիղ ակնհայտ ձևաչափով, որը մենք տեսանք Գյումրիում, իսկ հիշեցնեմ ձեզ, Գյումրիում բավականին մեծ պատկառելի ներկայություն ցույց տվեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, մեր գյումրեցիները, եւ գյումրեցիները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք բացի նրանից, որ շատ էմոցիոնալ, ժողովուրդ են, իրենք նաեւ սթաբ դատող եւ սառը դատող ժողովուրդ են, դրա համար այնտեղ, եթե չեմ սխալվում, 21 թվականին համեմատ համարյա 2 անգամ ավել էր մասնակցությունը։ Այո, դե Փարաքարում էր մասնակցությունը։ Այո, դե սա ասում են, որ անձնական ֆակտորը խաղաց, գիտենք, որ Վարդանը Ղուկասյան բավականին մեծ հեղինակություն ունի այն շրջաններում, ռայոններում, Գյումրու, որտեղ ծնվել մեծացել է, գիտենք, որ Մարտունը Գրիգորյան ունի շատ մեծ հեղինակություն, գիտենք, որ Ռուբենը Մխիթարյան ունի, գիտենք, որ այլ գյումրեցիներ, օրինակ նույնիսկ այն մարդիկ, ովքեր չէին անցել անցողիկ շեմը։ Բայց այնուամենայնիվ եկեք ֆիքսենք հետևյալը. չզբաղվենք ինքնախաբեությամբ եւ հասկանանք մի շատ պարզ իրողություն։ Այո, անձնական ֆակտորը շատ կարեւոր է, շատ կարեւոր է յուրաքանչյուր թիմ ընտրության ժամանակ։ Բայց ակնհայտ
այն արդյունքները, որոնք մենք տեսանք Գյումրիում, իրենք այո շատ կապված էին ընդհանուր քաղաքական իրավիճակից։ Մարդիկ այս կամ այն առումով, գիտեք, հոգնել են եւ զզվել են թավշյա հեքիաթներից, որոնք չգիտես ինչու վերադառնում են նույն մարդկանց նոր ստորացման գործընթացներով, որոնք ցավով եմ արձանագրում այս իշխանությունը գեներացնում է մարդկանց առումով, այն ակնհայտ ձեռառնելիքը, հա, մարդիկ չեն մոռացել դա։ Օրինակ, չգիտեմ, եթե տանգույքը հարկը մեծանում է, դուք հարստանում եք, չեք կարող տունը գույքը հարկ մուծեք, հանձնեք, գնացեք։ Հասկանում եք, սա ուղղակի վիրավորանքներ են ամենօրյա ռեժիմով։ Այո, իշխանության ոտքերը ասենց ոնց մի քիչ գետնից պոկվել էին, անպոտել էին եւ դա իրենց համար անսպասելի էր այս արդյունքները կարծում եմ այո, որովհետեւ այդ գիտեք չափից դուրս ինքնավստահությունը, որ ասենց աշկերի մեջ չեմ հիշում իրենցից ով էր ասել, որ պետք կլինի շաբաթը մի անգամ ընտրություն կանենք, բան հիշում եք, չէ՞, այդ արտահայտությունները ինքը ակնհայտ ցույց տվեց, որ այո, իրենք հիմա մերժելի են եւ մերժելի են ոչ միայն այն պատճառով, որ ստում են, խաբում են, չգիտեմ, Թուրքիայի, Ադրբեջանի ըստ էության բոլոր պատվերները այստեղ կատարում են եւ այլն, դա չի խնդիրը։ Խնդիրը նա է, որ իրենք իսպառ կորցրել են հարգանքի զգացմունքը դեպի այն մարդկանց, ովքեր հենց իրենց բերել են իշխանության։ Մենք գիտենք, որ նույն քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար, երբ որ քվեարկում էին, մարդիկ երկու ակնկալիք ունեին՝ սոցիալական արդարություն եւ խաղաղություն։ Երկուսն էլ տապալեցին սոցիալական արդարության մասով այս խայտարակ հայտարարագրերի ավելի ճիշտ հետագա, հա, հարկային տերորի ենթարկելու մարդկանց նախանշույլը, մարդկանց, որ ասում եմ, չգիտեմ, անմեղ սունակ ինչ-որ զանգվածի տեղ են դրել։ Սա մեկ եւ երկրորդը խաղաղության պահով։ Չգիտես ինչու, աջիշ լավ էլ հասկանում ենք ինչու, իշխանության մոտ խաղաղությունը ասոցացվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի բոլոր նախապայմանների կատարման ներքո, իսկ բոլոր նախապայմանների կատարման գագաթնակետը Հայաստանի Հանրապետության ապամոնտաժումն է եւ գյումրեցիները եւ ոչ միայն գյումրեցիները, երևանցիները, չգիտեմ, վանաձորցիները, կապանցիները, հա, գորիսցիները շատ լավ դա հասկանում են։ Այլ խոսք, որ իշխանությունը հրաժարվում է կամ միգուցե իրեն թույլ չեն տալիս արտաքին իրենց հովանավոր բառը չի սազում եղբայրները, գործընկերները, հա, սենց ասենք Թուրքիայից եւ Ադրբեջանից ինչ-որ առողջ միտք արտահայտել, բայց այն որ այո, բոլոր իրենց բոլոր ընդհանրապես նարատիվները պայթել են, դա արդեն ակնհայտ է եւ այդ պայթյունի հետևանքն է նաեւ Գյումրիում տեղ ունեցած գործընթացը։ Հասկանում եք, երբ որ մարդկանց արժեվ կապ չունի գյումրեցի է, երևանցի է կամ այլ տեղից է, խնդիր է դրվում, ասում է դու պետքա լինես ստորացված, դու պետքա լինես նսեմացված, դու պետք է կորցնես հայրենիք, այլ ընտրությունը կգա նախկինները, թալանչիները, չգիտեմ ինչ։ Ինչը որ գնաց Փաշինյանը դիսոնանս խաղաց։ նախկինների մասին։ Հիմա իրենք ինչքան ուզում են խոսեն նախկինների մասին, ինչքան ուզում են կոռուպցիայի մասին խոսեն, ինչի մասին ուզում են խոսեն հին նարատիվների ներքո, նույնիսկ խաղաղության մասին, ինքը հակառակ էֆեկտ է տալի, մարդիկ զզվում են, հասկանում եք։ Հայաստանի կա, որ ոչ թե հանուն են ընտրել, այլ ընդդեմ ԿՊ-ի են ընտրել, այսինքն ոչ թե Վարդան Ղուկասյանն են ընտրել, այլ ընդդեմ ԿՊ-ի։ Ոչ, ինչ որ մի մասը չի կարելի ասել ամբողջ զանգվածը, հա, թվերի մասին ես չեմ կարող ասել, չեմ տիրապետում այդ տվյալներին, բայց վստահաբար ու պատկառելի մասը, ովքեր ձայներ իրենց տվել էին ընդդիմությանը, իրենք այո ընդդեմ այս իշխանությանն են գնացել, հասկանում եք, որովհետև իրականում չի կարելի, սա ձեռառնելիք է, մարդ չի սիրում, երբ իրենք ձեռ են առնում, իսկ այս իշխանությունը ամենավերնախավից միջև ամեններքև մարդկանց ձեռ է առնում։ Սա, գիտեք, ցավոք ձեռառնելիքը քաղաքագիտական նորմա դառը։ Մի կողմից խոսում են ժողովրդի մասին, մյուս կողմից ժողովրդին ոնց ձեռներից
ճար գալիս է, ամեն ինչ անում են, որ մարդիկ ուղղակի թքեն դուրս գան Հայաստանից։ Հիմա եթե Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, որովհետև դեռ անորոշ ինչ կլինի, ամեն դեպքում իշխանությունը կհամակերպվի այդ մտքի հետ, այսպեսի կարծիք կա, որ նա կամ պետք է Փաշինյանի հետ համագործակցի, կամ քրեական գործեր կհաջորդեն, իդեպ դատախազությունը արդեն իսկ վարույթ է նախաձեռնել կապված ենթադրյալ այդ ձայնագրության հետ, որը առնչվում է Վարդան Ղուկասյանին։ Ես պարոն Ղուկասյանի տեղը չեմ կարող ասել։ Առասարական իշխանության գործը ինչ է կատարում, ես պարզապես ես իրականում չգիտեմ, չեմ կարող ասել պարոն Ղուկասյանի համար կհամագործակցի թե չէ, բայց իրեն պատիվ ունենալով անձնապես ճանաչելով գիտեմ, որ ինքը բավականին գիտեք դա Գյումրի է, եթե դու ինչ-որ խոսք ես ասում, այնտեղ մարդիկ իրենց խոսքին տեր պետք է կանգնեն, թե չէ այլ կերպ իրենք հեղինակություն չեն ունենա։ Կարելի է Վարդան Ղուկասյանին, Մարտին Գրիգորյանին, հա, Ռուբենին Մխիթարյանին սիրել, չսիրել կամ այլ հա տեխնացուներին, Կարենին Սիմոնյան, օրինակ Սուրեն Սուրենյանցի կուսակցության կողմից ներկայացված, հա, Հարգարժան, այո, Հարգարժան տեխնացուին, իրենք բոլորը միավորված են մի շատ կարևոր թիմ ընտրության մասին է խոսքը գնում գաղափարի շուրջ, իրենք բոլորը գյումրեցի են, լեննագանցի են, հա, սենց ամենալավ բարի առումով, իսկ հավատացնում եմ ձեզ, Գյումրիում խոսքը, եթե տղամարդ ինչ-որ բան ասած, ինքը պետք է իր խոսքին տեր կանգնի։ Այստեղ քրեական գործեր, այսինքն։ Տեսեք, ես իշխանությունը կհամակերպվի պարտության։ Ոչ, իհարկե ոչ։ Փաշինյանը շնորհավոր է, ասած քաղաքացու։ Տեսեք, համագործակցեն, չհամագործակցեն, դա բնավ կապ չունի։ Քրեական գործերի կամ ճնշման, հա, գործընթաց ինքը բնավ կապ չունի, դու համագործակցում ես իշխանության հետ, թե չէ։ Այն առումով, որ այո, իրենց համար սկզբունքային էր Գյումրին որպես սիմվոլ, որտեղից սկսել էր իրենց այդ թավշյա կամ գունավոր, հա, գործընթացը, որ իրենք անվանում են հեղափոխություն, ինքը երբ որ սկսել, ինքը Գյումրուց էր սկսել հենց այդ նույն օրերին եւ այդ նույն օրերին պարտվելը սա սիմվոլիզմի շատ կարեւոր նշանակություն ունի հենց իշխանության համար։ Այն որ իշխանությունը եկեք ինքներս մեզ չխափենք, հա, իշխանությունը տապալված չի, իշխանությունը, չգիտեմ, ես ինչ վիճակի մեջ չի։ Մեծ ողջավորություն առանձնապես ընդդիմությունը պետք է չունենա այս հարցում։ Գիտեք, պետք է սառնասրտորեն վերաբերվել։ Օբյեկտիվ, այո, օբյեկտիվ գործընթաց է, իշխանությունը կորցնում է իր դիրքերը։ Սա օբյեկտիվ է, ինքն էլ գիտի, իշխանությունն էլ գիտի։ Բայց որքանով է աճում հակընդդեմ ճամբարի, հա, վստահությունը մարդկանց մոտ, այս սրա մասին պետք է մտածել, որովհետև մարդիկ իրականում զզվել են այդ կուսակցական, ինչ-որ նեղ անձնային, նեղ կուսակցական, նեղ ինչ-որ քաղաքական շահերից եւ այլն, ոչ մեկին բնավ չեմ ակնարկում, վերաբերվում է հավասարաչափ բոլորին։ Եվ մարդիկ այս պարագայում ունեն խնդիր, դե լավ, մի կողմից երբ որ դու մերժում ես այս իշխանությունը, դու պետք է այլ ընտրանք ունենաս։ Եթե դու այլ ընտրանք չես ունենում, դու պարզապես դուրս ես գալու ու ասում ես զզվում եմ բոլորից հետ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ինչը ըստ էության էլի խաղում է իշխանության դաշտում։ Բայց հասարակ մարդուն արդեն միևնույն է իշխանություն, ընդդիմություն, ինքը ուզում է ստանա այն, գիտեք, այն հարցերի պատասխանը, որը իր համար, իր երեխայի, իր ապագայի համար կարևորագույն է։ Հիմա նույն ընդդիմությունը, հա, կամ նույն այն մարդիկ, ներողություն, նույնիսկ ընդդիմություն բառ չեմ օգտագործի, նույն բոլոր այն մարդիկ կուսակցական գործընթացներից զատ դուրս, հա, պարզապես մարդիկ, ովքեր այսօր այս գործընթացին տեսնում են, ասում են, օքեյ, մենք գիտենք, որ իշխանությունը վատն է, գիտենք, իշխանությունը սպասարկում է թուրքերի, ադրբեջանցիների շահերը մեր երեխաների ապագայի մասով։ Իսկ դուք հակընդդեմ հանրային մարդիկ, դուք ինչ եք առաջարկում, ինչ եք դուք։ Եվ ինչ են առաջարկում առասարակ։ Ես կարծում եմ, որ հիմա ընդհանուր առմամբ իշխանությանը հակընդդեմ դաշտում բավականին հետաքրքիր պրոցեսներ են տեղի ունենում եւ այդ պրոցեսների ներքո դժվար կլինի ինձ հիմա ինչ-որ կոնկրետ բան ասել։ Ես կարող եմ ուղղակի արձանագրել հետեւյալը, որ այո, մարդիկ կարիք ունեն առողջ խոսքի եւ այն մարդիկ, ովքեր այդ կամ այն հասարակական շարժումներ կունի գոհ առողջ խոսքի թե լուծումների։ Առողջ խոսքը հենց իր մեջ լուծումն է ենթադրում, որովհետեւ առողջ խոսքը առանց լուծումի դա ընդամենը ինչ կենացային մակարդակի կամ կենացային տրամաբանական իշխանությանը եւ որևէ խնդրում էլի քննադատի։
Մենք կանգնած ենք իրականում առանց այլևայլության կարևորագույն խնդիրների առջև եւ սա բնավ վախեցնելու կամ գիտեք իրավիճակը լարելու գործընթաց չի։ Իսկ ընդդիմություն ունի այդ հարցերի պատասխանները կամ Ես չեմ կարող ասել ընդդիմության համար, որովհետեւ անորոշությունները առասարակ շատ են։ Ես չեմ կարող ընդդիմության տեղը խոսել, ես կարող եմ ասել հետեւյալը։ Ես ընդհանուր ընդդիմությանն եմ ասում, ոչ միայն դες երևույթի ամեն ինչ որ մի ուժ կարող է ունի իր տեսլականը։ Ես օրինակ չգիտեմ, կարող եմ, որպես օրինակ, կամուրջ հասարակական նախաձեռնությունը, որը ես իմ գործընկերներիս հետ, ճիշտ իմ գործընկերներս եւ մենք միասին նախաձեռնեցինք, որը ընդհանրապես ոչ մի կուսակցության, ոչ մի քաղաքական հոսքի, ոչ մեկի հետ կապ չունի ընդհանրապես։ Ինչի համար ասեցի, շատ բարձ պատճառով մենք հասկանում ենք 3 հիմնական խնդիր պետք է լուծվի։ Խնդիր համար 1 մենք պետք է հասկանանք մենք ում հետ ենք հիմա տարածաշրջանում։ Մենք մենակ ենք, մեզ մենակ են թողել այս իշխանությունները։ Ումա ձեռնտու Հայաստանի Հանրապետությունը առհասարակ գոյություն ունենա։ Իհարկե, առաջին հերթին այն աշխարհակաղակական կենտրոնին, որոնք մեր այստեղ անկախ ինքնիշխան ինքնաբավ պետություն ունենալու մեջ հետաքրքրված են, որովհետև իրենց էլ է ձեռնտու զուտ, ներողություն, ցինիկ քաղաքական տեսլականից կամ նույն Ռուսաստանի Դաշնությունը։ Կներողություն է ռազմավարական գործընկերն նվազագույնը դե յուրե։ Մենք ինչ ենք անում։ Մենք այդ մարդկանց հետ պետք է մի օր նստենք խոսանք։ Պետք է խոսանք, թե էլի ընկնենք եվրոկապիկության, տենց ինչ որ ելևեժների մեջ կամ չգիտեմ, ապավինենք թուրքական անվտանգային հովանոցին, կան մարդիկ լուրջ տես բաներ են ասում Հայաստանում եւ առաջ են տանում այս նարատիվը, թե պետք է ի վերջո մեր ռուս գործընկերների հետ նստենք, մի հատ էլ խոսանք, մի հատ իրանց ասենք մեր դժգոհությունը, լսենք իրենց դժգոհությունը։ Դե լավ, բացի Ռուսաստանը, Իրան էլ գոյություն ունի, եվրասիական վեկտոր գոյություն ունի։ Իրանի հետ մենք պետք է ի վերջո հստակեցնենք մեր հարաբերությունները այն տեսանկյունից, որ այսօր գործընթաց է գեներացվում Իրանի հանդեպ, այսինքն Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ակնհայտ նախապատրաստվում են Իրանին հարվածելու։ Իսկ մենք շատ լավ հասկանում ենք ով է ամենամոտիկ գործընկերը Իսրայելի տարածաշրջանում, ով Ադրբեջանն է։ Եվ այստեղ Միացյալ Նահանգների Իսրայելի եւ Ադրբեջանի շահերը համընկնում է, այսինքն եթե հանգարց Աստված ոչ անի Իրանի հետ ինչ որ գործընթացներ սկսեցին գեներացվել պատերազմական առումով, ես մեկ վայրկյան գետ չեմ կասկածում, որ Ադրբեջանը եւ Թուրքիան իհարկե կփորձեն լուծել իրենց համար ռազմավարական խնդիրը, այսինքն Հայաստանի հարավի անեքսիան, այսպես կոչված ճակերտներում Զանգեզուրի միջան ձևավորելու պարագայում։ Մենք այսօր դնում ենք քննարկում ենք թիմ ընտրությունները, բայց ներողություն մեր սահմանների շուրջ տեղի են ունենում սարսափելի գործընթացներ։ Հիմա դուք միտումներ եք տեսնում, որ կարող է իսկապես այս պատերազմի վերածվի եւ Իրանի դեմ գործողություններ հստակ ձեռնարկվեն։ Մինչև այն իրավիճակը, երբ այս իշխանությունը, Հայաստանում իշխանությունը ներկայացնում են այն մարդիկ, ովքեր այսօր ներկայացնում են իշխանությունը, ասենք քաղաքացիական պայմանագիրը եւ այլն, պատերազմի վտանգը աճում է, իրենք պատերազմ բերող կառույց են, որովհետեւ բոլոր իրենց գործընթացները նույնիսկ խաղաղության, որ ասում են մենք սա անում ենք խաղաղության համար, ոչ դուք հակառակն եք անում, դուք անում եք պատերազմի առավել բարենպաստ նախապայմաններ ստեղծելու համար Ադրբեջանին։ Դա է ձեր աշխատանքը, դա է ձեր գործը, միգուցե դու դա չեք հասկանում։ Ես տեսեք, ամեղության կանխավարկածը չեմ ուզում մի կողմ դնել, բայց այնուամենայնիվ փաստերը դրա մասին են վկայում։ Մասնավորապես որ հայտարարությունը։ Հայտարարությունը չէ, իրենց գործողությունները։ Բոլոր գայլերը սկսած Շինցու դեմարկացիա դելիմիտացիայից, երբ որ ադրբեջանական ռազմական ուժերը բերեցին եւ կանգնացրեցին կարևորագույն ստրատեգիկ կետերի գլխին, այսինքն Հայաստան, Վրաստան եւ Հայաստան-Իրան, այսինքն Հայաստան հյուսիս եւ հարավ վերահսկողության գլխին։ Այն պարագայում պատերազմ են բերում, երբ որ ըստ էության համաձայնվում են Ադրբեջանի բոլոր նախապայմաններին Շինցու այսպես կոչված խաղաղության պայմանագրի ներքո, որը ընդհանրապես խաղաղության հետ կապ չունի եւ որը մինչեւ այսօր
վախենում են հրապարակին։ Այդ ինչ եք դուք ընդ պայմանավորվե։ Դե ասում է պետք է Ադրբեջանն էլ համաձայն լինի, որ մենք հրապարակենք։ Ստում են Ադրբեջանի այսօր ասել է, համաձայնության որ Ադրբեջանի եւ Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են։ Այո, բավականին մոտ են, շատ պարզ պատճառով, որովհետեւ Հայաստանը կատարել է Ադրբեջանի բոլոր նախապայմանները, բա պետք է ասի, որ մոտ են, բայց ամենակարևորը այդ դեպքում էլ չի ստորագրում անգամ։ Այո, որովհետեւ տեսեք, ինքը իմաստ չունի։ Որովհետեւ ավել նախապայմաններ կան։ Տեսեք, ես որ ասում եմ, իրանք պատերազմ են գեներացնում այս իշխանությունները, Փաշինյանական իշխանությունները բերում են մեր գլխին պատերազմներ, արհավիրքներ, կորուստներ եւ այլն, եւ բերելու են շատ բարձ պատճառով, որովհետեւ իրենց փիլիսոփայությունը հետեւյալն է իշխանության։ Եկեք կատարենք ամեն ինչ, ինչ ուզում է Ադրբեջանը, դադարենք լինել Ադրբեջանի համար վտանգ, երբեք մենք վտանգ եղել չգիտեմ, բայց այնուամենայնիվ սա իրենց փիլիսոփայությունն է, ու իրենք մեզ հանգիստ կթողեն։ Սա է իրանց գաղափարախոսությունը։ Ինչը քաղաքագիտական եւ առհասարակ բոլոր առումներով ծայրահեղ քաղաքագիտական տգիտություն է, պարզ պատճառով Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմավարական նպատակը, եթե դու ուզում ես հասնես խաղաղության, պետք է քու նպատակը համընկնի, չէ՞, քու կոնտրօպոնենտի ռազմավարական նպատակի հետ։ Իրենց ռազմավարական նպատակը վերջնական, որի մասին այդ մարդիկ ակնհայտորեն ասել են, երեքն է։ Առաջինը Հայաստանի Հանրապետության իրավական ապամոնտաժում, այսինքն սահմանադրության փոփոխում։ 1. Բայց իրանք այդպես չեն ասում, ասում են պետք է ունենանք մի սահմանադրություն, որը տարածաշրջանի Նիկոլ Փաշինյանը։ Ես հեսա կվերադառնամ։ Տարածաշրջանի խաղաղություն կբերի։ Ես հիմա կվերադառնամ այդ խոսքին։ Ես Փաշինյան Նիկոլից չեմ խոսում, ասում եմ ինչա ուզում Ադրբեջանը ու ինչը ըստ էության այս իշխանությունը իրականացնում։ Իրավական ապամոնտաժում, ինչը սահմանադրության, ոչնչացումն է, սահմանադրությունը ծննդականն է երկրի։ Մի խոսքով ասում են ծննդականը երկրի թափի գցի գետնի։ 1. Երկրորդը Հայաստանի Հանրապետության մասնատում, այսինքն հարավի, այսպես կոչված Զանգեզուրի միջանցք եւ Հայաստանի Հանրապետության տարածքում տասնյակ, եթե ոչ 100,000-ավոր քոչվոր, կովկասյան թաթարների կամ այլ կերպ ասած ադրբեջանցիների բնակեցում։ Ինչը ասում հայկական կողմը։ Ասում են հարցերը քննարկելի չէ, Փաշինյանն ասաց, կան հարցեր, որոնք քննարկելի են, կան հարցեր, որոնք քննարկելի չեն։ Եկեք սենց անենք, ես ամեն անգամ ասում եմ, եկեք հրվում չտանք այս իշխանության, ոչ, իրանք որոշում չեն կայացնում, իրանք կայացրած որոշումների կատարողներն են այս իշխանությունը։ Եկեք չշփոթենք։ Ցավով եմ արձանագրում, բայց դա այդպես է։ Եկեք հասկանանք հստակ պարզ իրողություն, երբ որ ասվում է, որ մենք պետք է ունենանք սահմանադրություն, որը կբերի կայունություն տարածաշրջանում, փաստորեն ստացվում, որ հիմա սահմանադրությունը կայունություն չի բերում, տարածաշրջան, բացենք, կարդանք ինչա գրված։ Կայունություն տարածաշրջանում համաձայն այն տեսլականի, որը հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը, համապատասխանում է Ադրբեջանի տեսլականին, որ այո, կայունություն եւ խաղաղություն տարածաշրջանում հնարավոր է, լինելու է, բայց ոչ այդ կայունության, ոչ խաղաղության մեջ Հայաստանի Հանրապետություն որպես այդպիսին գոյություն չունի, չկա պարզապես, այսինքն թուրքական եւ ադրբեջանական տեսլականի ներքո խաղաղությունը տարածաշրջանում հետեւյալ ֆորմուլան է՝ մինուս հայեր, մինուս հայկական գործոն, հասկանում եք, այսինքն այստեղ մենք պետք է շատ հստակ եւ պարզ հասկանանք հետեւյալ իրողությունը։ Եթե ինչ-որ մեկը համարձակվի, անունը դրեք, ինչ ուզում եք դրեք, փորձի այս կամ այն պատրվակով մեզ հեքիաթներ պատմել եւ կատարել Ադրբեջանի այդ 3 պահանջները, խոսքը գնում է սահմանադրության փոփոխումից, դա Ադրբեջանի պահանջ է, սա էլ են ստում, երբ որ ասում են իրանց որոշ։ Դա իրականացնեմ։ Դա հստակ նշանակում է, որ այո, Հայաստանի Հանրապետության իշխանությունը գնում է Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման տեղը ձևավորելով, ինչպես իրենք են ասում, իրական Հայաստան։ Հանրապետություն են ձևավորում իրական Հայաստան։ Իրական Հայաստանը հավասարազոր է կոնցեպտը, դոկտրինը արևմտյան Ադրբեջանի։ Այդ մարդիկ արևմտյան հռչակագիրը նախաբանից հանում են, դա ապամոնտաժ է։ Դա միայն Հովիվսկովը ասել, որ դա միայն անկախության հռչակագիրը չի, այնտեղ բազմաթիվ կետեր կան։ Ամեն ինչն են հանում, հասկանում եք, երբ որ տեսեք, երբ որ քո, ասենք ասենք, հիմնարար փաստաթուղթը, որի վրա դու կառուցում ես պետություն, պետությունը օֆիս չի, այս իշխանությունը տեղյակ չի երևույթի, որ պետությունը միայն հարկ մուծելու եւ հարկ հավաքելու կառույց չի։ Պետությունը դա գաղափարական, ազգային եւ այլն, բաղադրիչներից ստեղծված մի կոնգլոմերատ է, որտեղ ժողովուրդու ազգը իր իղձերի իրականացնում է, ազգը։ Հիմա, երբ որ այդ մարդիկ հանում են այդ ամեն ինչ, տակը թողում են լոկ
տեխնիկական, ոնց որ օֆիսի գործունեության կանոնադրություն, այդ պարագայում ինչ կապ ունի, այդ տարածքի անունը ինչ է, Հայաստանը, Ադրբեջանը, ինչ կապ ունի, ընդհանրապես կապ չունի։ Ինչի համար պայմանական, ազգային կոմպոնենտը կամ կոնսերվատիվ կոմպոնենտը կարևորագույնն է յուրաքանչյուր պետության գոյության համար, որովհետև ինքն է հիմքը, որ այդ պետությունը լինի։ Եթե դու այդ հիմքը հանում ես, ինքը դառնում է օֆիս, իսկ օֆիսի տերերը փոխվում են, օֆիսը կարա լուծարվի, եւ ի վերջո այդ պարագայում չզարմանաք մի օր կանգնեն ասեն, հա դե լավ, գնորդներ կարող են։ Հայ ինչ կապ ունի, կասեն հպարտ քաղաքացի ինչ կապ ունի Արևմտյան Ադրբեջանը, թե իրական Հայաստանը, ինչ կապ ունի, կարևորը կերտ տեղը լինի, կերտ, կարևորը դու հարկերը մուծես ու հանգարց, չգիտեմ, կոռուպցիա չլինի։ Այսինքն այս իրար չհամապատասխանող հիմարությունները, երբ որ իրար գլուխ են հավաքում եւ դառնում են դոկտրին, իրենք բերում են ինչի, բերում են այն իրավիճակի, ինչը մենք տեսանք Գյումրիում։ Իսկ մարդիկ հիմար չեն, շատ լավ ամեն ինչ հասկանում։ Այսինքն Փաշինյանին չի հաջողվի իրական Հայաստանի գաղափարախոսությունը Ավելի քան կոչել եւ տեսք տալ։ Եկեք սենց այ ոչ թե Փաշինյանին չի հաջողվի, իրական Հայաստանի։ Ախր այդ իրական Հայաստանը ոչ իրականության հետ կապ ունի, ոչ Հայաստանի։ Այդ կոնցեպտը իրական իշխանություններին չի հավաքվեք, եկեք նստենք քննարկենք։ Չի հաջողվի, հասկանում եք, դա Քրթերը նորաձև է արշավի մեջ եւս այս կոմպոնենտը կա։ Ես հասկանում եմ, բայց եկեք զավեշտից չխոսանք։ Տեսեք, դա կոնկրետ քայլեր չի, դա որոշակի մի ձևաչափ է, որ իրենք փորձում են օգտագործել փափուկ ուժի, կիրառման, soft power-ի բանով, բայց իրենք չեն հասկանում միայն մի բան, շատ կարևոր։ Մարդիկ կառավարման զանգված չեն, մարդիկ են իրենց ուրույն, մտածելակերպով, տեսլականով, ապրած կյանքով։ Ասում են, մինչև հիմա ինչ Հայաստանում ենք ապրել, ոչ իրական Հայաստանում այդ դեպքում։ Եթե իրական Հայաստանում չի կարելի մտնել դիսկուրս, պատկերացրեք, մեկը գալիս է ձեզ մոտ, ասում է, ես ձեզ պետք է սպանեմ, եկեք նստենք, հավաքվենք, մի հատ էլ որոշենք, ես ձեզ ոնց եմ սպանում։ Նարկոզով եմ սպանում, թե առանց նարկոզ, կացնահարելու եմ, թե կամաց եմ անելու։ Եկեք ժողովուրդ, դեմոկրատիա, մի հատ հասկանանք, ոնց ենք մենք գնում բոլորս ինքնասպանության։ Որովհետև երբ որ մենք կգնանք ինքնասպանության, երբ որ մենք բոլորս կզրկվենք, այլևս վտանգ չի լինի։ Ախր ո՞նց չեք հասկանում։ Այդ դա է, սա է ասվում, հասկանում եք։ Իրականում համաձայն են, համաձայն չեն մարդիկ, ովքեր հիմա մեզ լսում են եւ վստահաբար շուտ մտքեր կարտահայտեն։ Ժորժ ջան, ձեր համաձայնություն չհամաձայնություն ոչ մեկին իշխանության պահով հետաքրքիր չի։ Այո, ձեզ հրավիրում են քննարկել պետական կամ համապետական ինքնասպանության ձևաչափը։ Քննարկեք, ինչ ասեմ, ես հաստատ չեմ քննարկի։ Հիմա Փաշինյանն ըստ էության, այսպես կարծիքներ կան, որ ծանր վիճակում է հայտնվել, նախ իր համար անհավատալի էր, որ պարտություն կկրեն իր ուժերը եւ բացի այդ արտաքին ճակատում չունի աջակցություն։ Նշում են նաեւ, որ իր թիմակիցները վստահեցրել են իրեն, որ Գյումրիում հաղթանակ են տանելու, ինքը հավատացել է, մասնավորապես որքանով է ճիշտ չգիտեմ, սոցիալ-նախարար Նարեկ Մկրտչյանն է այդպես վստահություն ներշնչել, որ հաղթանակը իրենցն է լինելու, բայց ամեն դեպքում փարակարում էլ հաջողության չհասան։ Եվ նա այսպես ծանր իրավիճակում է հայտնվել։ Ինչ քայլերի նա կդիմի եւ արդյոք իշխանությունը պահելու վտանգը այդքան սրացել է։ Չգիտեմ ինչ քայլերի կդիմի, այն որ մենք ականատես կլինենք հին եւ չակերտներում բարի ավանդույթներին, այսինքն քրեական գործեր եւ այլն, հներ, նորեր խաղացնել, այդ ամեն ինչը կլինի։ Ինձ թվում է ինքը թիմի մեջից էլ իբր կսկսի ինչ որ թիմը առողջացնելու։ Օրինակ չեմ բացառում հնարավոր իրանց թիմի մեջ լայն առումով, որոշ մարդկանց վրա քրեական գործեր հարուցվի, չգիտեմ ինչ։ Մի խոսքով, օրինակ Վիլեն Գաբրիելյանն ասում էր, որ թիմը առողջացման կարիք ունի եւ փոխակերպման կարիք ունի։ Այսինքն թիմում էլ կան վեճեր, անհամաձայնություններ, լուրջ խնդիրներ, որ մանդատանելուց հետո պատգամավորը այդ մտածում, բայց վաղը մյուս օրը իրենք այս ամեն ինչ տակից ոնց են դուրս գալու։ Նա մտածում են մարդիկ։ Հասկանում եք, մտածում են, իրականում ես շատ հեռու եմ այն մտքից, որ իշխանության մեջ բոլորը տենց անվերապահորեն, աշկերը չռած հավատում են այն ամենին, ինչ ասվում է իրենց լիդերների կողմից։ Բայց ինչու են այդ դեպքում մնում կուսակցությունում։ Տարբեր պատճառներ, ես չեմ ուզում մտնել այլ կուսակցության կամ այլ քաղաքական ուժի ներքին կուխնիայի մեջ, աստված իրանց է, թող իրենք իրանց մեջ հասկանան ինչ են անում, բայց ես համոզված եմ, որ մարդիկ շատ լավ հասկանում են, որ Արցախի
փաստացի հանձնումը, Հայաստանի Հանրապետության սողացող հանձնումը, այդ նսեմացումը, ստորացումը մարդկանց ամենօրյա ռեժիմը, որ սրանք իրականացնում են, այդ գիտեք զզվելի ուղակի արտահայտությունները նույն լրագրողների հանդեպ, որոնք մենք բարբերաբար լսում ենք, հա, ես որպես այդպես մասնավոր օրինակ եմ բերում։ Այդ ամենը ինքը կուտակվում է։ Այդ ամենը կուտակվում է, ես դրա համար հենց ամենասկզբից ասացի, որ այո, իշխանության ներկայացուցիչների ոտքերը մի քիչ պոկվել է գետնից, ամպոտել է, չեն հասկանում։ Հիմա Տես նորմալ է, այդ էլ է նորմալ։ Ինչ փոփոխությունները Փաշինյանը անելու կարծում եք, ասում եք փորձելու է առողջացնել Իսկ հիմա թիմի ներսից միգուցե ինչ որ 1-2-ի վրա քրեական գործեր հարուցի։ Չգիտեմ, անկեղծ եմ ասում։ Նպատակը կարծում եք որն է։ Տեղեկատվական էլի soft power-ի պահով, որ տեսեք, որ թիմի մեջ մենք բան sense, եթե մենք մեզ ենք պատժում, ուրեմն կողքից ով հանգարց, չգիտեմ, օրինազանցություն անի, իրան էլ կպատժի։ Ես Այսինքն միայն նախկիները չեն, որ մեղավոր են, որ մենք չենք հաջողում, նաև թիմում կան այդպիսիք, որ խանգարում են, որ մենք հաջողենք։ Իսկ իր թիմը կասկածում է, մեկ վարքյան, որ ինչ-որ մի պահ կգա, որ այո, դուս կգան կասեն, որ իրանք են մեղավոր։ Հասկանում եք, այդ մեղավորների լիմիտը ինքը sense գնալով փուճուրանում է։ Այո, վերջում կանգնելու են ասեն, արդեն իսկ ասում են, որ ինքը մեղ չունի, թիմն է մեղավոր, ինքը հնարավորապես ոչ մի բանից խաբար չէր։ Կհամոզի դա հասարակությանը կարծում եք։ Ոչ, իրանց ամենամեծ սխալը նա է, որ իրենք հասարակությանը դրել են անմեղ սունակ զանգվածի տեղ, գլուխները պատով են տվել։ Հասարակությունը մարդիկ, ովքեր մեզ նայում են, նույնիսկ այն մարդիկ, ովքեր իմ հետ հիմա համաձայն չեն, 1000 գլուխ իրանցից ավելի խելացի են, ավելի հայրենասեր են, ավելի գիտեք բոլոր առումներով, ավելի գիտակից են, քան իրենք նույնիսկ պատկերացնում են։ Այդ շոկային իրավիճակները հետ պատերազմյա, հա, կամ 18 թվականի, երբ որ ուղղակի շատ երկար ժամանակ մտովի տենց էփեցին, ժողովրդին գժվեցրեցին, գցեցին միուն։ Դա ամեն ինչ անցել է, մարդիկ շատ լավ ամեն ինչ հասկանում են, շատ լավ։ Ես եւս մեկ անգամ ասում եմ, որ այո, իշխանությունը իր ռեսուրսը մաշել է բոլոր առումներով, ամենակարևորը գաղափարական, հա, մարդկանց գլխի մեջ, եւ տեսնենք թե հետո ինչպես կզարգանան իրադարձությունները, այն որ իշխանությունը միջև վերջին պահը ատամներով կռիվ ատալու իր աթոռների համար, դա կասկածից վեր է, դա հաստատ լինելու է։ Այնքան բան կտենա։ Ամենից թե այլ ընտրանքն ինչ է լինելու եւ ինչ ծրագրեր է ներկայացվելու հանրությանը։ Ով է հանրությանը կարողանալու կամ ինչ քաղաքականուց չեմ ուզում ասեմ, ինչ մի հոսանք զանգված է, կապ չունի ինչ որ տեսեք ինչ են ասում, դե լավ, սրանք վատն են, բա լավը ո՞րն է, հա, դու պետք է ելք ցույց տաս, դու պետք է մարդկանց կանգնես ասես, Ժորժ ջան, ճշմարիտ, ճիշտ։ Որ մենք այն ինչ ենք անելու։ Ոչ թե որ մենք գանք, այլ ինչպես պետք է դուրս գանք այս իրավիճակից, որովհետև երբ որ ասում ես, որ մենք գանք, կամ հա այդ միտքն է առաջինը գնում, այս դաշտը ասում է, ըհը, տեսեք աթոռը կռիվ է։ Պետք չի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Խնդրեմ։ Զրուցում էի Կամուրջ հասարակական նախաձեռնության համահիմնադիր քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։